Այսօր կսովորենք ոնց օգտվել Profound Academy-ից։ Նախ ինձ ահագին ուրախացնում է այն, որ այս Profound Academy-ին տենց հայկական արտադրանք է, ստեղծողը Մարտին Միրաքյանն է, շատ կարգին գործ է արել իմ կարծիքով, ընտիր հարթակա։ Լավ։ Նախ լեզուն, անգլերեն է։ Անգլերեն արժի իհարկե սովորել, բայց եթե ուզում ենք փոխել, կարող ենք ստեղ կտցնենք։ Նախ գրանցվելու համար կտցնելու եք ստեղ ու Gmail-ի միջոցով գրանցվեք։ Լեզուն փոխելու համար գայս ենք ստեղ ընտրում ենք հայերեն, ու եթե ավելի շատ սիրում եք, որ մուգ լինի, կարող եք dark mode-ը միացնեք։ Ահա։ Ու ստեղ գալիս ենք, գտնում ենք այս Python-ի ներածական դասընթաց կուրսը։ Ահա, մտանք, հիմա տեսնում ենք, որ ստեղ ունենք ասենց լիքը խնդիրներ բաժիններով։ Ահա։ Կառուցվածքը ոնց է։ Ստեղ ունենք ասենց մի հատ լեկցիայի կտոր, կամ կարող մեկ-մեկ զուտ վարժություն լինի ու հետո առաջադրանք։ Ես խորհուրդ եմ տալիս այս լեկցիան նույնպես կարդալ, ոչ թե միանգամից գալ անցնել առաջադրանքի։ Եկեք հələ կարդանք, տեսնենք ինչ է մեր առաջադրանքը։ Գրեք ծրագիր, որը կտպի Hi, I'm starting to learn Python։ Մենք պետք է գանք, ստեղ գրենք print Hi, I'm starting to learn Python ու եթե օրինակ սխալ ենք արել, մի հատ ստեղ run սեղմենք։ Ահա, բերելու է wrong answer ու ստեղ ասի, որ առաջի դաշտում expected output ակնկալվող երգներ IS, իսկ մեր ծրագրի երգներ IS։ Հիմա կարող գանք ստեղ սա ուղենք, ուղեցինք, աշխատացնենք։ Հիմա կանաչեց։ Նշանավոր որ ոնց որ թե ճիշտ ենք լուծել խնդիրը, բայց պետքա դեռ կտցնել submit կոճակին ու միշտ չի որ run-ի վրա աշխատածը նաև նշանակում է որ ճիշտ ենք արել։ Հեսա դրա օրինակը կտեսնենք։ Ահա։ Բայց այս ձևով տեսանք, որ խնդիրը կանաչեց, ամեն ինչ ուրախ է ու կարանք կտեսնենք Ask AI Assistant, որ AI Assistant-ը հուշումներ տա, թե ինչ կարանք լավացնենք մեր կոդի մեջ։ AI-ը ես խորհուրդ կտամ մենակ այս տեսքով օգտագործել ստեղ ու էս էլ ոչ տենց շատ մեծ ծավալի, բայց հենց խնդիր լուծելուց խնդրում եմ մի ասեք, որ օգնի էլի։ Իրականում եթե լիքը սխալ գրեք, ինչ որ պահից AI Assistant-ը խորհուրդ կտա կօգնի լուծել, բայց ավելի շատ դուք տանջվեք, քան թե AI-ին դիմեք, որտեղ ինքը համ կարա սխալ բաներ ասի, համ կարա միանգամից ճիշտ բաներ ասի ու միանգամից լուծեք ու ձեզ օգուտ չտա, մի խոսքով։ Կոդը գրեցիք, հարցրեք, ասեք թե օգնի, բայց ոչ հակառակ հերթականությամբ։ Նաև եթե ստեղ ուզում ենք ինչ-որ լրացուցիչ թեստեր ավելացնել, կարանք կտստենք այս կոճակին ու ստեղ գրենք, որ եթե մուտքում լինի տ ելքում անկալում ենք լինի ինչ-որ ուրիշ բան։ Սա որ աշխատացնենք ինքը նաև այդ մուտքի համարստուգում կանի։ Ստեղ իհարկե դա սխալ էր, ջնջենք այս թեստը։ Ստեղ կարանք տեսնենք նաև որ կա բանի դաշտ, հարցեր տալու դաշտ, կարաք գաք ստեղ հարց տաք ու կա նաև private comments դաշտ, որտեղ կարաք եթե ինչ-որ սխալ եք նկատել կամ ինչ-որ խորհուրդ եք ուզում տալ կամ ցանկացած ինչ-որ բան ուղղված դեպի ինստրուկտորներին կուրսի, կարաք ստեղ գրեք։ Նաև որոշ խնդիրների դեպքում կլինի բանի դաշտ, editorial կոչվող դաշտ, որտեղ որ երբեմն կգտնեք օրինակի համար վիդեո լուծում ու կոդը, թե ավելի տենց խորհուրդ տրվող կոդ ու տենց։ Այս վիդեոները միշտ չի որ բոլոր վիդեոների համար չի որ կան, բայց բոլոր խնդիրների։ Okay։ Եկեք մի հատ տեսնենք այդ submit-ի պահը ինչ է։ Օրինակի համար այս խնդիրը ստեղ մենք ունենք որ մուտքում ստանում ենք տարի, ամիս ու օր ու մեզ պետքա տպել տարի, գծիկ, ամիս, գծիկ, օր։ Հիմա մի հատ տիպիկ լուծում այս խնդրի այս է։ Սա աշխատացնում ենք, տեսնում ենք որ առաջի թեստի վրա աշխատեց, ահա։ Ընտիրա այս երկրորդ թեստը ժամանակին նույնիսկ չկարել, միանգամից ասում ենք դե կանաչել է այստեղ, բախի չի ճիշտ աշխատում։ Երբ որ submit ենք տեսնում խնդիրների է բերում։ Սենց պատկերացրեք, եթե օրինակ տրված չլիներ, ուղղակի այսպես գրված լիներ։ Կգայք այս կոդը գրեիք։ Եթե այս խնդրին գրած այս կոդը, կասեք մի հարկան էս տարօրինակ կոդ է, որտեվ սա ուղղակի օրինակի վրա է բերված։ Շատ կարևոր է գիտակցել, որ այս ընդհանրապես օրինակ է։ Պետք է խնդիրը լուծել ընդհանուր դեպքում, այսինքն պետք է ստեղ ասել տարին հավասար է input, ամիսը հավասար է input, լուծել։ Չլուծան, հետո դուք կլուծեք։
Այտենց, եթե run-ի վրա ինչ-որ բան աշխատում submit-ի վրա չի աշխատում, այդ նշանակում որ կա ինչ-որ թեստային դեպք, որի դեպքում ձեր ծրագիրը ճիշտ չի աշխատում։ Պետք է հանգնել, փորփրել, հասկանալ, թե այդ ինչ դեպքն է։ Կարաք ստեղ լրացուցիչ թեստեր գրելով ավել բաներ փորձեք, տենց բզբզակ մինչև գտնեք։ Երբ որ խնդիրը ճիշտ լուծեցիք, այդ դրանից հետո ձեր մոտ բացվում է sense մի հատ submissions դաշտ, որտեղ որ արդեն կարաք տեսնեք ուրիշ մարդկանց կոդերը։ Ես ագին խորհուրդ եմ տալիս կողոսկզբի խնդիրներում հեչ, բայց հետագայի խնդիրներում բացել ու նայել կոդերը, որտեղ երբեմն իսկականից տենց ուրիշ ձևով կամ հետարքիր մոտեցումով գրված են լինում ու կարող օգտակար լինի։ Կարաք ստեղ ընտրեք best կամ popular, որ ինչ որ չափով սորտավորված լինի նաև ըստ ինչ որ լավության։ Ստեղ կնկատենք, որ կան ինչ որ խնդիրներ, որտեղ որ պետք է ինչ որ sense ջանջալ եկա երկար տեքստ տպել, ու երբեմն գուցե չկարողանանք այդ տեքստը copy paste անել։ Մի հատ տրուկ ստեղ այնա, որ եթե ուղղակի ստեղ գրենք run անենք ու տեսնենք թե ինչ է բերում որպես expected output, այդ expected output-ը արդեն թույլ է տալու տպել։ Այսինքն եթե այնտեղ մի հատ ինչ որ տառասխալ է կարեք կամ մի հատ ահագին բան պետքա տպեք ձեռով, կարաք ուղղակի ստեղ գրեք run տակ, տեսնեք ինչ է output-ը ու ստեղից copy անեք։ Մեկ էլ ստեղ եթե ուզում եք կարաք կոդը մեծացնեք, փոքրացնեք ու կոդի ոճը փոխեք։ Այսպես գրեք GitHub legacy տտտ։ Կորցրեցի նախորդս։ Մեկ էլ մի բան էլ որ կարող եք նկատեք, որ կան որոշ խնդիրներ, որոնք որ ստեղ ձեր մոտ փակված են լինելու, այս խնդիրները չեք կարողանալու անել։ Իրենք լրացուցիչ խնդիրներ են ու բացվում են, երբ որ այս նախորդ խնդիրներից ինչ որ կոնկրետ խնդիրներ անում եք, օրինակ կարող է լինի վերջի խնդրի, նախորդ բաժնի վերջին խնդիրը։ Դա որ լուծեցիք, արդեն կթողի որ բան անեք։ Այս խնդիրները լուծեք։ Մեկ էլ ստեղ կուրս ստատուսով կարաք գաք տեսնեք տենց ranking-ում որտեղ եք, բանման, եթե տենց բաները հետաքրքիր են, ու մեկ է կարաք կտեսնեք ձեր պրոֆիլի վրա հենց, որ տեսնեք sense ինչ որ տարբեր ինֆորմացիա ձեր մասին, որ 10 օր մտել եմ, 50 խնդիր եմ լուծել, տտտ։ Հա, հարցերը կոմենտներում գրեք, մեկ է կարաք նկարագրությունը ստուգեք վիդեոյի, կարող ինչ որ բան մոռացած լինեմ, այդտեղ ավելացնեմ։ Դա լավ, հաջողություն։